Ասաբը սովորական մարդ չէր։ Ինքը Աստծո շնորհքը ճանաչող մարդ էր։ Երկի ծառայության մեջ իր ընտանիքով Տիրոջը ճանաչող մարդ էր, հոգևոր ընթացքի մեջ էր։ Բայց նայեք, այս եղբոր կյանքում ինչ տեղի կունենա։ Նորից նույն ներգործությունը։ Հիրավի Աստված բարի է Իսրայելին, այսինքն սրտով մաքուր եղողներին, բայց քիչ մնաց, որ ոտքերս ծռեին։ Ու մազ մնաց, որ իմ քայլերս սայտագեն, վասնզվի։ Եղբայրը խոսոնվան է գել, ժողովուրդ ջան, սովորական հավատացյալ չէ, ծառայող եղբայր է։ Սի գրված է մեզի օրինակի համար։ Քիչ մնաց ոտքերս ծռեին, սայտագեն, վասնզի նախանձվեցա հբարտներին։ Տեսնում եք, նույն ձեռագիրն է։ Մաղաքիայի մարգարեությունը ու Ասոբի Սաղմոսը նույն ձեռագիրն է։ Նախանձվեցա հբարտներին, երբ ամբարիշների հաջողությունը տեսա, քանզի իրենց մանվան ժամանակ ալ ցավ չունին, մարմիններն ալ պարարդ է, անոնք ուրիշ մարդկանց նման չեն, նեղության չեն քաշե, նեղության մեջ չեն ընկնի։ Ահա անոնք են ամբարիշները, միշտ հաջողություն ունին ու հարստություն կավելցնեն։ Հիրավի զուրտեղը սիրտս մաքրեցի ու իմ ձեռքերս անմեղությունով լվացի։ Պատկերացրեք, այնքան է ներգործությունը շատացե Ասաբի կյանքում։ Գսե զուրտեղն եմ ձեռքերս մաքրե։ Իսկ Դավիթ թագավորը գսե ձեռքերս պիտի մաքրեմ անմեղությունով։ Ու քու սեղանից շուշ բոլորը պիտի պտտիմ ով Տեր։ Տերը որ գոդիդ կաբես ընձից սեղանիցդ կերծնես։ Քու խոսքդ կերծնես որ բժշկես իմ ներսս, բայց Ասաբի կյանքում անգում կեշտա։ Գսե զուրտեղն եմ ձեռքերս մաքրե։